Հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ մեր ձևով ժողովրդական շարժման առաջին հաշվետու ժողովը, որի ընթացքում շարժման համակարգող խորհրդի կողմից ներկայացվեց շարժման մեկնարկից հետո իրականացված աշխատանքների արդյունքները եւ քննարկվեցին շարժման հետագա ծրագրերն ու անելիքները։ Մեր ձևով ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրեց 1.5 ամսվա կատարած աշխատանքը, անդրադարձ կատարեց մարզային գյուղեր այցելությանը եւ մարդկանց մեր ձևով ժողովրդական շարժմանը անդամակցելու պատճառներին, հավելելով, որ շարժմանը միացել են արդեն 5000 կամավոր։ Այս ժամանակահատվածը իհարկե շատ փոքր է, բայց փառք Աստծո արդեն ունենք կատարած աշխատանք։ Կա համալրված թիմ ու կա արդյունքներ, որոնցով ուզում ենք ձեզ հետ կիսվել։ Առաջինը, որ կուզենայի շեշտել, դա մեր թիմն է։ Այսօր ես հայտարարում եմ, որ մեր ձևով շարժման մասնակից է դարձել, միացել է արդեն 5000 կամավոր։ Ամեն օր հարյուրավոր մարդիկ զանգահարում են, համացանցային կապ են հաստատում եւ միանում են մեզ առաջարկելով կամավորականություն, որպեսզի երկրում հնարավոր լինի կատարել այն փոփոխությունները, ինչը իրենք են տեսնում եւ ինչը մենք բոլորս ենք տեսնում։ Ուրախ ենք, որ բոլորս միասին ենք։ Ձեր մասնակցությունը պատիվ է մեզ համար։ Մեր համախոհների այս տեմպը, եթե շարունակվի, մենք վստահ ենք, որ մոտակա ամիսների ընթացքում մենք արդեն կլինենք տասնյակ հազարավոր, եւ դա արդեն մեծ մերան կլինի մեր հասարակության մեջ անշրջելի փոփոխություններ կատարելու։ Մեզ նաեւ շատ են քննադատում, ասում են ուր գնում եք, իսկ մենք շատ շրջաններում մարզեր են գնում, ու ասեմ իմ ամենահաճելի, ինձ համար ամենահաճելի մասն է դա, որովհետեւ այն էներգիան, այն դրական էներգիան, որ մենք մարզերից ու գյուղերից ստանում ենք, աննկարագրել է այս ամբողջ process-ում, այս հորձանոթում ինչի մեջ մենք հայտնվել ենք, իմ համար ամենաուրախ օրերը ես տեսել եմ գյուղերում, այցելելով գյուղեր։ Շատերը խոսում են, որ գյուղերում մարդիկ ունեն պրոիշխանական հայացքներ եւ իրենց ձեռք է տալիս այս ամենը ինչ տեղի է ունենում։ Ես վստահեցնում եմ, դա առասպել էր, գյուղերում մենք տեսանք մեծ հակազդեցություն եւ գյուղերում տեսանք գաղափարներ։ Մեզ առաջարկում էին այնպիսի գաղափարներ, անգամ տնտեսագիտական։ Մենք պետք է զբաղվենք տնտեսությամբ։ Եթե մենք մեր շրջանները չկարողանանք տնտեսապես կայացնենք, Երևանում նստած իրար հետ բանավիճելով չի։ Ու մենք շարունակելու ենք տնտեսության մասին խոսել։ Մեր ձևով ժողովրդական շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը նշեց, որ մեր ձևով ժողովրդական շարժումն ունի մշակված հայեցակարգ հայառաքելական եկեղեցու իրավակարգերը բարելավելու համար, ինչպես նաև երկրի կարևոր ոլորտներում զարգացման հստակ հայեցակարգ։ Մեր ձևով շարժման ճանապարհը, մեր բոլորի բռնած ճանապարհը հաղթանակի ճանապարհը։ Մեր անստելիք ճանապարհը, մեր գաղափարները դառնալու են աշխատանք։ Մեր խոսքը վերածվելու է գործի, ու այդ անելու ենք մենք բոլորով ու մեր ձևով։ Տեսանյութով ներկայացվեց մեր ձևով ժողովրդական շարժման 1.5 ամսվա կատարած աշխատանքը։ Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանն ընթերցեց Սամվել Կարապետյանի ուղերձը մեր ձևով շարժման առաջին հաշվետու ժողովի առթիվ։ Ողջունում եմ մեր ձևով շարժման առաջին հաշվետու ժողովը։ Այսօր կարևոր գործ եք նախաձեռնել ու կարևոր կարգ եք ձևավորում։ Արդեն ակնհայտ է, որ մեր շարժումը հայտնվել է հասարակական կյանքի ուշադրության կենտրոնում։ Զգալի փոփոխություններ է բերել երկրի քաղաքական կյանքում։ Դա ձեր ձեռքբերումն է, սա բոլորիս ձեռքբերումն է եւ պետք է դառնա հայ ժողովրդի ձեռքբերումը։ Մեր ձևով ժողովրդական շարժմանն է միացել նաև պրոֆեսոր 2024 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր ազգությամբ հայ Տարոն Աճեմօղլուն, ով օգնելու է զարգացնել Հայաստանի տնտեսությունը։ Հաշվետու ժողովի ժամանակ հնչեց նրա կողմից ուղարկված տեսաուղերձը։ Մենք ապրում ենք մի վճռորոշ ժամանակաշրջանում,
երբ աշխարհը կանգնած է տեխնոլոգիական, քաղաքական եւ ինստիտուցիոնալ խորը փոփոխությունների շեմին։ Այս փոփոխությունները լիովին առնչվում են նաև Հայաստանում։ Ցավոք Հայաստանը դեռևս չի կարողացել լիարժեքորեն օգտագործել իր տնտեսական եւ ժողովրդական ներուժը։ Երբևէ այն դիտվում էր որպես հետխորհրդային ամենախոստումնալից հանրապետություններից մեկը, կրթված մարդկային ռեսուրսով, քաղաքացիական հասարակության ներգրավվածության հարուստ փորձով եւ ժողովրդավարական զարգացման պատրաստակամությամբ։ Բայց ապագան դեռևս բաց է եւ այն գրելու հնարավորությունը մնում է մեր ձեռքերում։ Այս համատեքստում առանձնապես կարևոր են երկու ուղղություններ։ Առաջինը ինստիտուցիոնալն է։ Հայաստանի ժողովրդավարությունը պետք է ամրապնդվի եւ գտնի ճիշտ հավասարակշռություն պետության, իշխանության ու տեղական եւ օտարերկրյա ներդրումների խթանման միջեւ։ Ելույթ ունեցան նաև մեր ձևով շարժման համակարգող խորհրդի անդամներ, ովքեր իրենց խոսքում անդրադարձան շարժման ծրագրերին, երկրի տնտեսության զարգացման կարևոր ճյուղերին եւ երկրի տնտեսական ու քաղաքական զարգացման ծրագրային դրույթներին։ Մեր ձևով ժողովրդական շարժման հաշվետու ժողովի վերջում հայտարարվեց, որ հաջորդ շաբաթ Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք ի պաշտպանություն ազգային բարերար Սամվել Կարապետյանի։ Հաշվետու ժողովից հետո տեղի ունեցավ մեր ձևով ժողովրդական շարժման համակարգող խորհրդի մամուլի ասուլիսը, որի ժամանակ Նարեկ Կարապետյանը լրագրողի հարցին պատասխանեց, որ առաջիկա ազգային ժողովի ընտրություններում վարչապետի իրենց թեկնածուին կներկայացնեն մեր ձևով քաղաքական ուժի ստեղծման ժամանակ։ Սուրեն Բարսեղյան, Գնել Հովհաննիսյան, Գեղամահոր։